Վաշինգտոնում եւ եվրոպական մայրաքաղաքներում սխալվում են Ռուսաստանի թուլության մասին։ Նման հայտարարություն է արել Պենտագոնի նախկին խորհրդական գնդապետ Դուգլաս Մակգրեգորը։ Վերաբերմունքն այնպիսին է, որ Ռուսաստանը թույլ է, որ Ռուսաստանը չի դիմանա մեր բոլոր պատժամիջոցների ճնշմանը եւ այդ ամբողջ բարձր տեխնոլոգիական ռազմական սարքավորումների ներհոսքին արևմուտքից Ուկրաինա։ Իհարկե, դա միշտ էլ անհեթեթություն է եղել, ասել է պաշտոնաթող զինվորականը։ Մակգրեգորի խոսքով ռուսները չեն ձգտում փոխել իշխանությունը, իսկ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի դիրքերն ավելի ուժեղ են, քան երբևէ։ Իրանը պատրաստ է վերսկսել միջուկային բանակցությունները, եթե ԱՄՆ-ն իրեն հարգալից պահի։ Այս մասին հայտնել է Իրանի գերագույն առաջնորդի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Քամալ Հարազին։ Նրանք պետք է առաջին քայլն անեն, որպեսզի ցույց տան, որ պատրաստ են համագործակցել մեզ հետ այն պայմաններով, որոնք մենք առաջադրենք, ասել է պաշտոնյան։ Հարազին ընդգծել է, որ երկու երկրների բանակցությունները պետք է ընթանան իրավահավասարության եւ փոխադարձ հարգանքի սկզբունքների հիման վրա։ Արևմուտքը Ռուսաստանի համար նոր խնդիրներ կստեղծի Ուկրաինայում նրա հաղթանակից հետո։ Նման հետևանքներ է հայտնել պրոֆեսոր Ջոն Միրշայմերը։ Նրա խոսքով ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմը 2022 թվականից պատերազմի մեջ է եղել Ռուսաստանի հետ եւ փորձել է հաղթել նրան Ուկրաինայում։ Այդ ծրագրի ձախողումից հետո Վաշինգտոնը պրոֆեսորի կարծիքով չի ընդունի պարտությունը։ Հուսով եմ, որ սխալվում եմ, բայց կարծում եմ, որ այս պատերազմի հետևանքները, եթե մենք պարտվենք, կհանգեցնեն մի իրավիճակի, երբ մենք շատ բաների կգնանք ռուսների համար խնդիրներ ստեղծելու նպատակով, ընդգծել է Միրշայմերը։ Եվրոպական ուժային եւ հետախուզական գերատեսչությունների մասնագետները խոստովանում են, որ Ուկրաինան պարտություն է կրում Ռուսաստանի հետ հակամարտությունում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության մամուլի բյուրոն։ Եվրոպայի առաջատար պետությունների արտաքին քաղաքական եւ ռազմական գերատեսչությունների փորձագետները բառացիորեն ահազանգում են, նախազգուշացնելով ազգային կառավարություններին Ուկրաինայում արևմուտքի կողմից ստեղծված հակառուսականություն նախագծի փլուզման մոտենալու մասին, նշել են արտաքին հետախուզության ծառայությունում։ Ռուսական հետախուզությունը նաեւ ընդգծել է, որ եվրոպական երկրների առաջնորդներին արդեն ուղղակիորեն մատնանշվում է Կիևի ռեժիմի ռազմական ջախջախման անխուսափելիությունը։ Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու կառավարությունը կարող է չդիմանալ ամանորյա տոներին, կապված ռազմաճակատում Ուկրաինայի զինված ուժերի ծանր իրավիճակի հետ։ Նման հայտարարություն է արել Պենտագոնի նախկին խորհրդական Դուգլաս Մակգրեգորը։ Ես կզարմանամ, եթե Ուկրաինան Զելենսկու եւ նրա խմբավորման գլխավորությամբ գոյատևի ամանորյա արձակուրդներից հետո։ Եթե նրանք նույնիսկ դիմանան արձակուրդներին, չեմ կարծում, որ նրանք հունվարից կամ փետրվարից ավելի երկար կդիմանան, ասել է նախկին խորհրդականը։ Վերջինս ընդգծել է, որ Ուկրաինայի զինված ուժերը կորցրել են բազմաթիվ հենակետեր եւ լոգիստիկայի հետ կապված մեծ խնդիրներ ունեն։